Ռեոփնի եթերում Ռենյուզի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Հայաստանով անցնող թրիփի Թրամփի ճանապարհի մասին որոշ մանրամասներ այսօր բացահայտել է վարչապետ Փաշինյանը խաղաղության խաչմերուկ զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները խորագրով համաժողովի ընթացքում։ Լինելու է Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ հիմնադրած ընկերություն, որի տնօրենների խորհրդում Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ։ Փաշինյանը նաև պատասխանել է հարցին, արդյոք Հայաստանի որևէ ինստիտուտ, որևէ սահմանափակում ունենալու է մեր երկրի օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է թրիփը։ Դիտենք Սիմոն Հովհաննիսյանի ռեպորտաժը, որից հետո նա արդեն կլինի մեզ հետ տաղավարում և կպատասխանի մի քանի հարցի։ Արդեն երկրորդ տարին է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կազմակերպում են միջազգային համաժողով նվիրված խաղաղության խաչմերուկին։ Բացման ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր էլ Հայաստանը պատրաստ է Մարգարայից Կորնիձոր ապահովել բեռնատարների տարանցումը։ Նա նաև խոսեց թրիփից, ասաց, որ այն կառավարվելու է հայ-ամերիկյան ընկերության միջոցով, որտեղ Հայաստանը ունենալու է վճռորոշ ձայն։ Լրագրողների հետ հարց ու պատասխանում էլ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, որ այդ ընկերության հետ կապված որոշումները կայացվելու են կոնսենսուսով, այսինքն եթե Հայաստանը մի բան չուզի, չի լինի։ Բոլոր որոշումները, այդ թվում ներդրողների ընտրության հետ կապված, երրորդ կողմերի ներգրավման հետ կապված բոլոր որոշումները կայացվելու են կոնսենսուսով, այսինքն Հայաստանը պետք է պարտադիր տա իր համաձայնությունը եւ այդ անհանգստությունը հաճախ է հնչեցվում, որ կարող են Ադրբեջանից եւ Թուրքիայից ներդրողներ լինեն, այստեղ Հայաստանը ունենալու է որոշիչ ձայն թույլ տալու կամ թույլ չտալու դա։ Սա պատասխանն էր Ռեոփնի հարցին, թե արդյոք կարող է թուրքական կապիտալ լինել այդ ընկերությունում։ Խանդանյանը նշում է, որ հայ-ամերիկյան ընկերության միջոցները ներդրումներով են ապահովվելու։ Կարծում է շատերն են հետաքրքրված ճանապարհով, իսկ ներսում Նիկոլ Փաշինյանը բացում էր միջազգային համաժողովը։ Ասում է, իր ելույթից հետո էլ հնարավոր է հնչելու են նոր մտքեր, որ սա ապոկալիպսիսի է հասցնելու։ Խնդրում եմ հաշվի առեք, որ ես իհարկե հասկանում եմ կարևորությունը, բայց ամեն ինչին չէ, որ կարող եմ 5 րոպե հետո արձագանքել, եւ այն, որ ես 5 րոպե չեմ արձագանքել եւ չեմ հիմնավորել, որ ապոկալիպսիսը մտածածին է, դա չի նշանակում իմ լուր համաձայնությունը ապոկալիպսիսի տեսության հետ։ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ բանավոր պայմանավորվածությունները լեգիտիմ չեն եւ չկա բանավոր պայմանավորվածություն։ Նա մանրամասներ ներկայացրեց թրիփի ենթակառուցվածքների մասին։ Ըստ նրա, թրիփ նախագիծը ունենալու է մի քանի երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ ու ճանապարհներ։ Ասում է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնալու է Հայաստանինը։ Այժմ քննարկվում է կառուցապատման իրավունքի երկու սցենար՝ 99 եւ 49 տարվա համար։ Երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղում է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել պայմանական Նռնաձոր, Կարճևան հատվածներում, այսինքն մեզ հայտնի, որը խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ։ Երկաթուղին պիտի Ադրբեջանից մտնի Մեղրի, հետո Նախիջևան ու Երասխ եւ շարունակի մինչեւ Թուրքիայի սահման, ասում է Փաշինյանը եւ նշում, որ տարածքը ռելիեֆի տեսանկյունից նույնիսկ երկաթուղու համար է սահմանափակ, իսկ Խանդանյանի համար էլ տարակուսելի է, թե ինչու է Թուրքիան հիմա ներդրումներ անում այլ երկաթուղու կառուցման վրա։ Իդեպ միջազգային համաժողովը տեղի էր ունենում հյուրանոցներից մեկի Արարատ անունը կրող սրահում, իսկ ազգային ժողովում ընդդիմադիր գործիչները խոսում էին հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Մասնավորապես Մամիջանյանն անդրադառնալով թրիփին ասում է, որ բոլոր փորձագետները նշում են միջանցքային տրամաբանությամբ է։ Խաղաղությունը որևէ երաշխիք, բացի նրանից, որ առևտուր կանենք լավ կլինի, չունի։ Իսկ Ադրբեջանային երկիրը չի, որին փորձ է զսպել հայտարարություններով կամ առևտրով։ Մամիջանյանը նշում է, որ տնտեսական լավ հարաբերությունները խաղաղության երաշխավոր չեն, օրինակ Ռուսաստանն ու Ուկրաինան էլ ունեին տնտեսական ամուր հարաբերություններ, իսկ թե ինչ եղավ 2022-ից հետո ամբողջ աշխարհն է ամեն օր ականատես լինում։ Սիմոն Հովհաննիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Այս պահին Սիմոն Հովհաննիսյանը մեզ հետ է տաղավարում, որն այսօր ներկա է եղել համաժողովին։
Սիմոն, վերջերս հաճախ են խոսում սահմանազատման գործընթացի մասին, դրա հետ կապում են մեկ այլ վիճահարույց թեմա ևս անկլավների թեման։ Հետաքրքիր է այսօր համաժողովում վարչապետը խոսել է սահմանազատման գործընթացի մասին։ Ողջույն Մերի, այո, խոսվել է սահմանազատման գործընթացի մասին, նշվել է, որ այն հատվածով, որտեղով որ պիտի անցնի թրիփը, հնարավոր է մինչև թրիփի կառուցումը այդ հատվածը հնարավորինս շուտապույտ սահմանազատվի։ Հետաքրքիր է միայն այդ հատվածը կսահմանազատվի Սյունիքում, թե այլ հատվածներ ևս, որովհետև սահմանազատման նախորդ փուլը եւ միակ փուլը տեղի ունեցել մոտավորապես 1.5 տարի առաջ Գիրանցում սահմանազատում տեղի ունեցավ, այսինքն մենք հողի վրա տեսանք սահմանազատված հատված եւ դրանից հետո սահմանազատման այլ տեղեր չկան։ Հետաքրքիր է Սյունիքում եւս այլ հատվածներում կշարունակվի, որովհետեւ 2023 թվականին, ինչպես գիտենք, ռազմական ճանապարհով Ադրբեջանը Հայաստանից սուվերեն տարածքից օկուպացրել է, մասնավորապես Սյունիքի հատվածում, Վայոց ձորի հատվածում, ու այստեղ հարց է առաջանում միայն թրիփի հատվածով կսահմանափակվի սահմանազատման այդ փուլը, թե ավելի վերևել կբարձրանա, ինչպես նաեւ այնտեղից ես ինձ հետ բերել եմ համաժողովից թրիփի քարտեզը, այստեղ նարնջագույնով կարող եք տեսնել հնարավոր երկաթուղիները, որոնք պետք է անցնեն, հա, այստեղ տեսնում եք Ադրբեջանով եկող երկաթուղին այս հատվածում թրիփն է եւ Նախիջևանով շարունակում է ճանապարհը երասխ, այնուհետեւ նորից գնում է Թուրքիա եւ այստեղ մեկ այլ հետաքրքիր ու ուշագրավ փաստ կա, որ Թուրքիան հիմա մեկ այլ ներդրում է անում, ավելի խոշոր ներդրում է անում մեկ այլ երկաթուղու վրա, այսինքն ավելի շատ, քան պահանջվում էր խաղաղության խաչմերուկի կոնցեպտում այդ արդեն իսկ արկա երկաթուղին թարմացնելու կամ վերանորոգելու համար եւ այս փաստը եւս հարցրինք այնտեղ Սարգիս Խանդանյանին, տարակուսելի համարեց, հետաքրքիր է, եթե խաղաղության խաչմերուկը շարունակվելու է, ապա Թուրքիան ինչու է այլ երկաթուղու վրա ներդրումներ անում։ Սիմոն, իսկ համաժողովում խոսվել են ինչ-որ հարցերի, թեմաների մասին, որոնք չես ներառել ռեպորտաժում, բայց կցանկանայիր հիմա առանձնացնել դրանք։ Այո, մեկ այլ ավելի մեծ ու մանրամասն քննարկելու թեման թրիփի կառավարումն է։ Թե այսօր, թե ավելի վաղ հայտարարություններում Նիկոլ Փաշինյանը նշում է, որ թրիփի կառավարումը տեղի է ունենալու հայ-ամերիկյան ընկերության կողմից, այսօր մանրամասներ փորձեցինք իմանալ Սարգիս Խանդանյանից, նշեց, որ այդ կազմակերպության կապիտալը գոյանալու է ներդրումներից, այսինքն հայ-ամերիկյան ընկերություն է, որտեղ այլ ներդրողներ պիտի լինեն, այլ մարդիկ կամ կազմակերպություններ, որ գումարներ պիտի ներդնեն։ Մենք հարցինք, արդյոք դա ռիսկեր չի պարունակում, որ թուրքական կամ ադրբեջանական կապիտալ կլինի այդտեղ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշեց, որ այո, ժողովրդի շրջանում կան այդպիսի տարակուսանքներ, սակայն Հայաստանը ունի իրավունք չհամաձայնելու ինչ-որ որոշման հետ եւ այդ որոշումը չի լինի, որովհետեւ կոնսենսուսի սկզբունքով է աշխատում եւ այստեղ մեկ այլ հարց է առաջանում, ավելի լայն տիրույթ, ավելի լայն վերահսկելի տիրույթ, արդյոք աշխարհի մեկ այլ վայրից կլինի ներդրող, որը ներդրում կանի թրիփի վրա այդ կազմակերպության մեջ կամ եւ որևէ կերպ չի համագործակցի Թուրքիայի կամ Ադրբեջանի կառավարության կամ պետության հետ։ Այստեղ նաև հարց բարձրացրինք, արդյոք հնարավոր է, որ ներդրումներ չլինեն եւ թրիփի կառուցման բեռը մնա Հայաստանի ու Ամերիկայի կառավարությունների բյուջեի վրա եւ Խանդանյանը այդ հարցին պատասխանեց, որ թրիփը հետաքրքրություն է առաջացնում մի շարք պետությունների համար, թե Կենտրոնական Ասիայում, թե աշխարհի մյուս հատվածներում եւ դրա համար սպասվում է, կարելի ասել ռիսկեր չկան, որ ներդրումներ չի լինի։ Շնորհակալ եմ Սիմոն հետաքրքիր մանրամասների համար։ Իսկ մենք շարունակենք, Բաքվում ընթացող Արցախի նախկին ղեկավարների դեմ շինծու դատավարությունը մոտենում է ավարտին։ Դատախազը պահանջել է ՑՄ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի համար։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի համար 20, իսկ մյուս ամբաստանյալների համար 16-ից 19 տարվա ազատազրկում։ Բաքվի դատական ֆարսն այսօր դարձել է ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների հիմնական թեմաներից մեկը։ Արժանանալով ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության արձագանքին։ Եվ թվում է, թե պիտի Հայաստանի քաղաքական, թե ներքաղաքական եւ թե արտաքին քաղաքական օրակարգում մեր գերիների ռազմաքաղաքական նաև ղեկավարության վերադարձի հարցը լիներ ամենաբարձր առաջնահերթությունը գերակայությունը եւ հակառակ մի շարք պնդումներին, որը կատարվել է նաեւ արտաքին գործերի նախարարի շուրթերով, թե իբրև թե մեր իրենց գերակայությունը եւ բոլոր հնարավոր միջազգային ատյանները օգտագործում են, միջազգային ամբիոնները օգտագործում են այդ հարթակները գերիների վերադարձի առնչությամբ, բայց արդյունքում ունենք 0
արդյունքում ունենք 0 արդյունք։ Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ մտահոգություններ ունենք, խիստ խոր մտահոգություններ ունենք Բաքվում տեղ ունեցող դատավարության վերաբերյալ, եւ այո, ես պետք է բնականաբար երկրորդեմ պարոն վարչապետին առայն, որ ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։ Այս ուղղությամբ մշտապես ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, սա մեր համար առաջնային խնդիր է եւ մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները եւ մթնոլորտ եւ միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն։ Շնորհակալություն։ Վաղարշաբաթում այսօր քարոզարշավի վերջին օրն է, վաղն արդեն լռության օր է, իսկ կիրակի գիտեք ընտրություններն են։ Մեր թիմը ակտիվորեն հետևել է նախընտրական ամբողջ ընթացքին, զրուցել թեկնածուների հետ, ծանոթացել նրանց ծրագրերին ու խոստումներին, կարծիքներ լսել քաղաքացիներից։ Մինչև կմիանանք այս պահին վաղարշաբաթում գտնվող իմ գործընկեր Անի Հովհաննիսյանին, նախ դիտենք ռեպորտաժը, տեսնենք, թե որ քաղաքական ուժերի հետ է հանդիպել, ինչ են խոսել։ Ռեպորտաժը ներկայացնում է Աննա Հարությունյանը։ Վաղարշաբաթում քարոզարշավի վերջին օրն է։ Վաղը լռության օր է, իսկ կիրակի համայնքի բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը, որոշելով, թե որ քաղաքական ուժին են վստահելու համայնքի կառավարումը առաջիկա 5 տարում։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Քարոզարշավի վերջին օրը մեր նկարահանող խումբը զրուցել է թեկնածուներից մի քանիսի ու էջմիածինցիների հետ, ամփոփելու անցնող քարոզարշավը եւ հասկանալու ընտրողների տրամադրությունը։ Ժառանգություն կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանը նշում է, որ 2 շաբաթ տևած քարոզարշավի ընթացքում հանդիպել են ինչպես հիասթափված, այնպես էլ վճռական տրամադրված քաղաքացիների։ Եվ հիասթափվածներ կան եւ մարդիկ կան, որ արդեն չեն ուզում մասնակցեն, զուտ պատճառաբանելով նախկիններին, գործողներին։ Մենք ոչ նախկին ենք, ոչ գործող ենք եւ գնում ենք առաջ Աստված հուսանք բոլորը լսել են բոլորի կոչերը, այսպես ասած 8 կուսակցություն է մասնակցել եւ ամեն մեկը յուրովի իր ընտրողներին համոզել ենք, կոչ են արել, որ գնան ընտրության եւ մասնակցեն, որովհետեւ այս ընտրությունից է կախված մեր վաղվա օրը։ Հաղթանակ դաշինքը փորձում է ընտրողներին կոնկրետ առաջարկներ ներկայացնել։ Նրանց ծրագրի առանցքային կետերից է գյուղական խորհրդի ձևավորումը, որը պետք է ամեն ամիս ներկայացնի խնդիրները։ Դաշինքի թեկնածուի կարծիքով այս ընտրություններն ավելի ակտիվ են լինելու, բայց նաև շեշտում է, որ մարդկանց մեջ անվստահություն կա։ Համեմատենք նախորդ ընտրությունների հետ 21 թվականի վաղաշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների հետ անհամեմատ ավելի ակտիվ ընտրություններ են լինելու, անհամեմատ ավելի ակտիվ քարոզարշավ է տեղի ունեցել 8 քաղաքական ուժեր, բոլորն էլ ակտիվ քարոզարշավ իրականացրել են, բոլորն էլ իրենց տեսակետներով կիսվել բնակիչների հետ, կարծում եմ, այո, մասնակցությունը բավականին բարձր է լինելու բնակիչների, բայց իհարկե հանդիպել ենք շատ մարդկանց, ովքեր ասում են, որ մենք այլևս չենք մասնակցելու, այլևս չենք հավատում, մի քանի տարի մեկ գալիս են մարդիկ, գալիս են թիմեր, նույն խնդիրների մասին խոսում, սակայն այդ խնդիրները այդպես էլ մնում է չլուծված։ Համահայկական ճակատ կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը նշում է, որ իրենց թիմը բնակիչների կողմից ջերմ ընդունելության է արժանացել։ Ըստ նրա մարդիկ բարձրաձայնել են տասնամյակներով կուտակված խնդիրների մասին։ Քարոզարշավը անցել է բացառապես օրենքի սահմաններում, քարոզարշավը անցել է քաղաքացիների կողմից, ես արժանացել եմ ջերմ վերաբերմունքի, քաղաքացիների կողմից հյուրասիրությունների, մտերմիկ զրույցներ ենք ունեցել, անկեղծ զրույցներ, նրանք բարձրացրել են իրենց բոլոր խնդիրները, հարցերը, դրանք բազմաշերտ են, շատ են, մարդիկ շատ են նման կատեգորիայի քաղաքացիները, որոնք չեն հավատում, չեն վստահում, բայց նոր քիչ առաջ մենք էլի կար մեկ ազնվորություն, որը ասաց ես չեմ գնալ ընտրության, քանի որ բոլորն էլ սուտ են ասում, խաբում են, երբ որ ես ներկայացա, հայրիկը հուզվեց, մենք էլ հուզվեցինք, որ անպայման ես գնալու եմ եւ այս համազգեստի տողուն ընտրելու եմ մեր ընտանիքի անդամներով պարտադիր ներկայացնենք ընտրատեղամաս եւ մեր ձայնը վստահենք համար 2-ին։ Համայնքի խնդիրները բազմաթիվ են։ Մայր Հայաստան դաշինքը խոստանում է ասֆալտապատել փողոցները, լուծել թափառող շների խնդիրը։ Տեխնացու Գրիշա Հարությունյանը ներկայացնում է այն հիմնական խնդիրները, որոնք բարձրաձայնել են բնակիչները քարոզարշավի ընթացքում։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքը գյուղական համայնքները ունեն ոռոգման ջրի խնդիր, գյուղեր կան, որ խմելու ջրի խնդիրներ ունեն եւ հիմնականում Խոյ համայնքի գյուղերը
ամենամեծ խնդիրը, որը որ բարձրացրել են, դա ջերմոցների հետ օրինականացման հարցն է։ Էջմիածին քաղաքում հիմնականում խնդիրները տանիքների հետ կապված, բակերի հետ կապված, ասֆալտապատման խնդիրներ են ավելի շատ, որոնք որ նշեմ, որ մենք փորձառու թիմ ունենք, վաղարշաբաթը լինելու է հանրապետության տուրիստական կենտրոններից մեկը, մենք դա անելու ենք։ Իսկ ինչ են մտածում իրենք էջմիածինցիները։ Իդեալական տեխնատոն էջմիածնի ինչպիսին պիտի լինի։ Շատ կիրթ, շատ խելացի, համար երրորդին եմ ընտրելու։ Սիրուն տղա պետք է քաղաքի մասին մտածող լինի, էներգիա ունենա, կազմակերպչական լավ ջիղ ունենա, մարդկային լավ հարաբերություններ ունենա, որտեղ օրական 1000 տեսակի մարդկանց հետ շփվելու։ Գրագետ, ազնիվ, խելացի, իհարկե, ինչքան խելացի լինենք, լավ կլինի։ Իդեալական պետք է լինի ամեն կողմով։ Ես օրինակ Մեխակյանին եմ հավանում։ Քանի տարի է ես ԿՊ-ում եմ, դե ոչ թե ես մինչեր եմ անում, բայց ամեն դեպքում մեջից էլի նրանց ոобще չեմ ճանաչում։ Ինձ համար կարևորը քաղաքի մի շարք խնդիրներ լուծվեն, մաքրություն, աղբահանություն, այս հաճախակի հոսանքի անջատումները, կոմունալ խնդիրները, ինչու՞ չէ։ Երևի թե այսքանը համենայն դեպս։ Իսկ ինչ հատկանիշներ կթվարկեք խելացիությունը, ծանոթներ շատ ունենա։ Չէ, երևի թե ավելի շատ մարդասիրությունը, հյուրընկալություն, մարդասիրություն եւ ազնվությունը։ Ճիշտն ասած չեմ պատկերացնում ոչ մի տիպի մեր տեխնացուներին, չեմ էլ ուզում խառնվեմ, ոչ ընտրում եմ։ Չէ, հետաքրքրում։ Չէ, ընդհանրապես։ Քաղաքական ուժերի պայքարին զուգահեռ հիմնական ինտրիգը մնում է ընտրողների ակտիվությունը։ Աննա Հարությունյան, Անի Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Այս պահին մենք կապ կհաստատենք վաղարշապատում գտնվող իմ գործընկեր Անի Հովհաննիսյանի հետ։ Անի, ինչ իրավիճակ է վաղարշապատում, ինչ կարող ես պատմել, ինչպես է անցնում քարոզարշավի վերջին օրը, ինչ տրամադրություններ կան։ Նրանց ակտիվ մասնակցությունը համայնքի զարգացման եւ խնդիրների լուծման գործընթացներում։ Մենք շարունակում ենք լուսաբանել նախընտրական վաղարշապատում տիրող տրամադրությունները, այսօր քարոզարշավի վերջին օրն է, ինչը նշանակում է, որ տեխնատուները ավելի պետք է ամբողջացնեն իրենց քարոզարշավի արդյունքները։ Այն ակտիվ ընթացքի մեջ է տեխնատուները շարունակում են շրջել վաղարշապատի փողոցներով, հանդիպել բնակիչների հետ, բաժանել այսպես կոչված գրքույկները կամ բուկլետները։ Հիմա մենք կենտրոնական հրապարակում ենք, իմ թիկունքում կարող եք տեսնել բեմը, որտեղ տեղի կունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակյանի քարոզարշավի հենց վերջին հավաքը։ Վաղը լռության օրը, այսինքն վաղարշապատի տեխնատուները իրավունք չունեն իրականացնել ցանկացած տեսակի քարոզչություն, թե սոցիալական կայքերում, գրառումների տեսքով, թե գովազդի տեսքով, թե ընդհանրապես քաղաքական հայտարարությունների տեսքով։ Հիշեցնեմ նաև, որ ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 8 կուսակցություն, Հաղթանակ Մայր Հայաստան, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Հայրենիք, Քաղաքացիական պայմանագիր, Համահայկական ճակատ եւ Հանրապետություն։ Տեխնատուների ծրագրերը խիստ տարբեր են, նրանք նաև նշում են տարբեր առաջնահերթություններ։ Տեխնատուներից մեկը նշում է թափառող շների խնդիրը, մյուսը նշում է բազմաբնակարան շենքերի խնդիրը, մյուսները ռոռոկման ջուրը եւ գյուղական համայնքներում տիրող խնդիրները։ Մենք այսօր զրուցել ենք վաղարշապատի տեխնատուներից մի քանիսի հետ, նշեմ, որ հենց Reopen Media-ի էջում կարող եք գտնել բոլոր տեխնատուների հետ հարցազրույցները, կարող եք տեսնել, թե ինչպիսի նախընտրական ծրագիր են նրանք ունեցել եւ ինչպես են պատրաստվում հողի վրա առաջին քայլերը իրականացնել մերի։ Շնորհակալություն Անի, ես հիշեցնեմ, որ մենք կապ էինք հաստատել իմ գործընկեր Անի Հովհաննիսյանի հետ, որը վաղ առավոտից աշխատում է վաղարշապատում եւ հետևում քարոզարշավի ընթացքին։ Շարունակենք, այսօր նորից լարված է անցել հեծին լիցենզիայի զրկելու հարցի քննարկումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Հեծ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին հարցրել է, թե ինչու են ոստիկանները ներկա նիստին, արդյոք որևէ վտանգ են տեսնում հանձնաժողովի անդամները։ Նա պահանջել է, որ ոստիկանները դուրս գան դահլիճից։ Ղազինյանը լրագրողների հետ խոսել է նաև մեղադրանքների մասին, թե հեծի ղեկավարները ստացել են տասնյակ միլիոնավոր պարգևատրումներ։ Հայտարարություն է արվում, որ մենք ղեկավար կազմը չի ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Հիմա հարց, բացի տնօրենների խորհրդից, որը
ֆիքսեցինք, որ տնօրենների խորհրդի ստացած աշխատավարձը եւ պարգևատրումները, այսպես ասած, չի մտնում սակագնի մեջ, այսինքն Սամվել Կարապետյանը իր գրպանից, իր ներկայացուցիչին տալիս է գումար։ Ինչքան ուզում, ինչքան գնահատում, այնքան տալիս է։ Հիմա թող այդ հարցն էլ պատասխանի, այդ արտահայտությունը չենք ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ, եթե ճիշտ եմ ցույցում։ Ում է վերաբերվում գլխավոր տնօրեն եւ ներքև ով է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող հարցեր։ Նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե առողջապահական ծառայություն պետք է ստանան նրանք, ովքեր դրա կարիքն ունեն, ոչ թե թղթի վրա գրեն ու փող ստանան։ Ասել է, պետք է խուսափել հնարավոր չարաշահումներից։ Այս ամենամեծ ռիսկն այդ թվում այսօր նախորդող շրջանում, հա մենք էլի դեպքեր գիտենք, որ բացահայտվում են, բայց մենք բացահայտումից երջանիկ չենք։ Մեզ պետքա որ մենք համակարգ ունենանք, որպեսզի դա կանխարգելվի։ Այո, վարչապետ, եւ ըստ էության սա էլ գործելակարգերի թվային լինելու եւ այդ քայլաշարերը պարզ թե բժշկական կենտրոնի համար եւ թե ապահովագրական հիմնադրամի համար պետք է փոխհամաձայնեցված լինի, որ ինչպես ասում եք, մենք անհասկացողությունների հնարավորինս քիչ ծավալ ունենանք։ Մենք առաջին հենց սկզբից ունենալու ենք զանգերի կենտրոն եւ ես ասում եմ զանգերի կենտրոն, բայց դա լինելու է թե հավելվածի միջոցով այսօր բոլորիս հայտնի հարցեր ուղղելու բոտերի մենք բան ենք անելու, ունենալու ենք հնարավորությունը, որ մարդիկ իրենց հարցերը ուղղեն, արագ պատասխան ստանան եւ ունենալու ենք բողոքները քննող որոշակի հիմնադրամում հանձնաժողով, որը արագ կերպով այս հարցերը լուծելու է, որպեսզի չունենանք գնան դատարաններ եւ այլն եւ այլն։ Թբիլիսիում արտգործնախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել վրացի իր գործընկերոջ հետ։ Օրակարգում էին ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Վրաստանի արտգործնախարարը պատմական է որակել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը։ Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 59-րդ լիագումար նիստը, որին մասնակցում է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Միջոցառումից առաջ խորհրդականներին ընդունել է Տաջիկստանի նախագահը։ Նա ընդգծել է, որ միջխորհրդարանական վեհաժողովը արժեքավոր հարթակ է ԱՊՀ անդամ պետությունների միջև կառուցողական երկխոսության համար։ Հարևան Վրաստանում իշխանությունը դատական հետապնդումներ է սկսել իր իսկ կուսակցությունից նախկին վարչապետեր Գեորգի Գախարիայի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ։ Գախարիային հերրակա կալանք է նշանակվել, իսկ Ղարիբաշվիլին 1 միլիոն լարի գրավի դիմաց ազատ է անօրինական եկամուտների գործով։ Երկու գործընթացներն էլ լայնորեն դիտարկվում են որպես Վրաստանի անուղղակի կառավարիչ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հաշվեհարդար։ Վրաստանում աննախադեպ զարգացումներ են տեղի ունենում։ Եվրոպական միության հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին իշխող կուսակցությունը միաժամանակ դատում է իր թիմի երկու նախկին վարչապետներին։ Նախորդային դատարանը նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի նկատմամբ հերրակա կարգով կալանքի որոշում կայացրեց, իսկ 3 շաբաթ առաջ Իրակլի Ղարիբաշվիլիին ազատ արձակեց 1 միլիոն լարի կամ մոտ 370,000 դոլար գրավի դիմաց, արգելելով նրան լքել երկիրը։ Երկու գործերն էլ քաղաքական գնահատականների են արժանանում, իսկ ընդդիմությունը խոսում է իշխող կուսակցության փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլի անձնական վրեժխնդրության մասին։ Գախարյան մեղադրվում է երկու դրվագով 2019 թվականի հունիսի 20-ի ցույցի այսպես կոչված Գավրիլովի գիշերվա ընթացքում ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև Չորչանա գյուղի մոտ անցակետ բացելու գործով, որը դատախազությունը կապում է 100 հեկտար անտառի օկուպացիոն ուժերի վերահսկողության տակ անցնելու հետ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 9-ից 13 տարվա ազատազրկում։ Մակո Գոմուրին, ով 2019 թվականի հունիսի 20-ին Ռուսթավելիի պողոտայում ռետինե փամփուշտի հարվածի հետևանքով կորցրել է աչքը եւ բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, ասում է, որ միշտ հավատացել է, որ Գեորգի Գախարյան մի օր անպայման կպատժվի։ Այնինչ հիմա տեղի է ունենում, նա կարմա է անվանում, բայց արդարության վերականգնում չի համարում։ Մակոն որոշել է, որ եթե իրեն կանչեն դատարան, չի գնա Գախարիայի գործով նիստին։ Սա օրինակ է այն մարդկանց համար, որոնք մինչև օրս ծառայում են վրացական երազանքին։ Եթե նրանց վրացական երազանքին անհրաժեշտ լինի, ցանկացած պահի կզոհաբերեն ցանկացած մարդու։ Ահա եւ Ղարիբաշվիլին նրանց համար գովելի նախարար եւ վարչապետ էր, բայց նա էլ գրեթե նույն ճանապարհն անցավ, ինչ Գախարյան։
Գախարիայի փաստաբան Բերդիասի Ճինավան դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտարարել է, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Գյորգի Գախարյան Ռետինե փամփուշտներ կիրառելու հրաման չի տվել, ինչն էլ ցույցի ժամանակ հանգեցրել էր քաղաքացիների առողջությանը վնաս պատճառելուն։ Մենք առանձնապես այլ սպասումներ չունեինք, սա լիակատար իրավական խելագարություն է, ինչին հետևում ենք վերջին օրերին, իրավական տեսանկյունից էլ անհեթեթություն ու խելագարություն։ Դուք տեսաք, որ դատախազությունը որևէ փաստարկ, այդ թվում խափանման միջոց կիրառելու փաստացի հիմքեր չուներ, քանի որ հանցագործություն չի կատարվել։ Ինքը Գյորգի Գախարյան գործընթացը քաղաքական հետապնդում է անվանում եւ գնահատում որպես վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիզինա Իվանիշվիլիի նախընտրական սպառնալիքների իրականացում։ Գախարիայի կուսակցությունում հայտարարում են, որ չնայած հետապնդմանը շարունակում են խորհրդարանական գործունեությունը։ Գախարյան ինքը այս տարվա հունիսի վերջից երկարատև աշխատանքային վիզայով Գերմանիայում է, սակայն հստակեցրել է, որ այնտեղ քաղաքական ապաստան չի հայցել, այլ աշխատում է Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Հոկտեմբերի 24-ին էլ դատարանի առջև կանգնեց մյուս նախկին վարչապետը Իրակլի Ղարիբաշվիլին։ Դատարանը նրա նկատմամբ եւս որպես խափանման միջոց ընտրեց 1 միլիոն լարիի գրավը, առգրավեց նրա անձնագիրը եւ արգելեց լքել երկիրը։ Ղարիբաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով անօրինական եկամուտների օրինականացման մեջ, ինչը նախատեսում է 9-ից 12 տարվա ազատազրկում։ Նրա փաստաբանի պարզաբանմամբ Ղարիբաշվիլին ընդունում է մեղադրանքի այն փաստը, որը վերաբերում է չհիմնավորված գույքին, մասնավորապես նրա տանխուզարկության արդյունքում հայտնաբերված 6.5 միլիոն դոլարին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ այդ գումարը ստացվել է նրա վարչապետության ժամանակահատվածների միջև ընկած շրջանում բիզնեսով, մասնավորապես իր հորը պատկանող գինու գործարանից, եւ գործը չի վերաբերում բյուջետային միջոցների յուրացմանը։ Ղարիբաշվիլիի փաստաբանը հայտարարում է, որ իր պաշտպանյալը համագործակցում է քննության հետ եւ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, սակայն չնայած դրան մեղադրանք առաջադրելուց հետո նա դեռ չի հարցաքննվել։ Իրակլի Ղարիբաշվիլին իհարկե դիմադրություն ցույց չի տալիս, նա օրինապահ մարդ է։ Նա նաև չի պատրաստվում լքել իր երկիրը եւ պատրաստ է պատասխանել, եթե քննությունը որևէ հարց ունենա։ Սակայն մինչև այս փուլը բացի այն ցուցմունքից, որը նա տվել է մեղադրանքի առաջադրման ժամանակ, նրան հարցեր չեն տվել, նա չի հարցաքննվել։ Դատական նիստի ընթացքում Ղարիբաշվիլին ելույթ չի ունեցել, իսկ դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, դատախազությունը նրա կալանավորումը չի պահանջել, կարևորելով հանգամանքը, որ նա համագործակցում է քննության հետ։ Աննա Թանդարյան, Reopen Media։ Անցած գիշեր Կիևին հասցված ռուսական հարվածների հետևանքով մասամբ փլուզվել է Ադրբեջանի դեսպանության շենքը, X-ում գրել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկիի պնդմամբ Ադրբեջանի դեսպանատան շենքը տուժել է Իսկանդերի բեկորներից։ Զելենսկու հետ հեռախոսազրույցում ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը դատապարտել է հարձակումը, դժգոհել, որ ռուսներն առաջին անգամը չէ, որ հարվածում են Ադրբեջանի դեսպանատանը եւ ադրբեջանական այլ օբյեկտների։ Բաքվում Ռուսաստանի դեսպանին են կանչել արտգործնախարարություն եւ բողոքի նոտա հանձնել, թվարկել այդ եւ նախկին հարվածները։ Միջազգային լրահոսի մյուս կարևոր դրվագները մեկ տեսաշարով։ Առավոտյան ռուսական ուժերը հրթիռներով եւ անօդաչուներով զանգվածային հարձակում են իրականացրել Կիևի վրա, հարվածելով բնակելի շենքի, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել, կան զգալի ավերածություններ։ Այս հարձակումը տեղի է ունենում ճակատային գծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերի ֆոնին, որտեղ երկու կողմերն էլ հայտնում են իրենց հաջողությունների մասին։ Ռուսաստանը հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզի Դանիլովկա բնակավայրը գրավելու մասին, մինչդեռ ուկրաինական հրամանատարությունը զեկուցել է ռուսական գրոհները հետ մղելու եւ հակառակորդի թիրախներին հաջող հարվածներ հասցնելու մասին։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում մասնակցել է երիտասարդական բազմամարդ երթի, դատապարտելով վենեսուելացի միգրանտների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունենալով նա իրեն հրմշտող աջակիցների գործողությունները որակել է սիրո դրսևորում։ Այս հանրահավաքը կազմակերպվել էր նոյեմբերի 23-ին նախատեսված համազգային քննարկմանն ընդառաջ, որի օրակարգում տեղական նախագծերի ֆինանսավորումն է եւ ժողովրդավարական իշխանության սոցիալիստական մոդելի ամրապնդումը։ Սուդանում բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջև քաղաքացիական պատերազմը հանգեցրել է ժամանակակից աշխարհի խոշորագույն մարդասիրական ճգնաժամին, որը խորանում է օգնության կազմակերպությունների ֆինանսավորման կտրուկ պակասի պատճառով։ Միլիոնավոր մարդիկ տեղահանվել են եւ տասնյակ հազարավորներ շարունակում են փախչել քաղաքներից։ Ալ-Ֆաշիրում մարդիկ բախվում են սովի եւ փախուստի փորձ կատարողների նկատմամբ դաժան հաշվեհարդարի։ Օգնության բացակայության պայմաններում շատերը փրկության հույսով դիմում են փախուստի, մահացու վտանգավոր ճանապարհներով, հաճախ դառնալով նոր ողբերգությունների զոհ, ինչպես Լիբիայի ափերի մոտ խորտակված նավի դեպքում, երբ միջերկրական իջրերում խեղդվեց 50 մարդ։
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալությունը ահազանգում է, որ ֆինանսների եւ ժամանակի սպառման պատճառով կանգնած է Գազայում գործունեությունը դադարեցնելու վտանգի առաջ։ Գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտնել է, որ շուրջ 6000 բեռնատարներով օգնությունը շաբաթներ շարունակ արգելափակված է սահմանին, իսկ գործունեությունը շարունակելու համար առկա է $200 միլիոն պակաս։ Սրան զուգահեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած Հորդանան գետի արևմտյան ափին մզկիթի վրա իսրայելցի վերաբնակիչների հարձակումից դատապարտել է աճող բռնությունը։ Մինչ Բրազիլիան պատրաստվում է Բելեմում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի COP30 գագաթնաժողովին, մոտակա Մարաժո կղզին ուշադրություն է գրավում իր յուրօրինակ էկոլոգիական տրանսպորտով, գոմեշներով, որոնց օգնությամբ նույնիսկ ոստիկանական բարեկություն է իրականացվում։ Զուգահեռաբար դիվանագիտական հարթակում Միացյալ Նահանգների եւ Բրազիլիայի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում բանակցել են երկկողմ առևտրային սակագների շուրջ։ Միևնույն օրը երկրի ներսում տեղի ունեցել արտակարգ պատահար։ Սան Պաուլոյի հրավառության պայեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Եվ վերջում հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի շինարարությունը շարունակվում է ակտիվ և ինտենսիվ տեմպերով։ Այս մասին գործարար Գագիկ Ծառուկյանն է Facebook-յան էջում վստահեցրել։ Ըստ նրա ամեն օր հարյուրավոր քաղաքացիներ, կամավորներ և տարբեր ոլորտների մասնագետներ բարձրանում են գագաթ իրենց ներդրումն ունենալու այս նախաձեռնության մեջ։ Այս ժամի համար այսքանը, լուրերի մեր գլխավոր թողարկումը ժամը 20-ին է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։